Հաճախ եմ ասել, որ եթե գդրիչը քաղաքից կամ երկրից դուրս գա, իրեն պետք չէ թույլ տան, որ ինքը երկիր մտնի անգամ եւս, որպես persona non grata անեն եւ բրձնենք նրանից, բայց վերջին անգամ ես ասեցի, որ պետք չէ թողնել կամ թույլ տալ, որ ինքը դուրս գա, որովհետեւ դուրս գալով ինքը աղետներ պիտի կործեր։ Հիմա մենք չենք գիտեր, թե ինքը ինչ նպատակ էր նախատեսում, որ ժողովը կատարում է Հայաստանից դուրս, հավանաբար առաջին նպատակը այն է, որ այդ 10 եպիսկոպոսները ներկա չլինեն այդ ժողովի, հավանաբար այդ պայմաններից կամ պատճառներից մեկն էր։ Երկրորդ եւ գլխավոր պատճառը այն էր, որ իր եղբայրը Եզրասը Ռուսաստանից չէր կարող գալ Հայաստան, իսկ երրորդ պատճառը, որը քիչ գասկածների դեղիք է տալիս, որ հավանաբար այս երթալը ավելի մեծ նշանակություն ուներ, որ ինքը մտադրվում էր արդեն այդ ուրեմն աթորը դեղափոխել մեկ այլ երկիր եւ այլ երկրից ղեկավարի ուրեմն հայ եկեղեցին եւ անոր համար երևի կառավարությունը իմանալով այս վտանգները ուղղակի այս մեղադրանքը հարաճացրեց չեմ ասում որ ինքը այս մեղադրանքի արժանի չէ կամ այս քրեական գործի այո սա քրեական գործ է որովհետեւ ի վերջո Գևորգ Սրբազանը հայց էր ներկայացել դատարանի մոտ եւ այդ հարցը ընթացքի մեջ է եւ դատարանը ժամանակավորապես կանխել էր գդրիչի այդ որոշումը որ իրան պաշտոնան գանի եւ հերացնի իր թեմից որպես առաջնորդ եւ արի եւ դες որ այս մարդուն խելքնվող չեղավ որպեսի ասի որ գոնե այս ժամանակ սխալը մի փորձի ուղղել մեկ այլ սխալով